Բարև ձեզ Ֆակտոր TV-ի տաղավարում հյուրընկալել ենք հայ կառուցողական կուսակցության ղեկավար քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանին։ Բարև ձեզ պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Ղուկասյան, Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր գրուպի հայաստանյան գրասենյակում խոզարկություններ են, քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում է, ասում են հենց գործարարին առնչվող գործի հետ դա կապ չունի, բայց ամեն դեպքում ձեր կարծիքով սա զուգադիպություն է, թե իսկապես ինչ որ հիմք կար հենց այս փուլում դա անելու։ Հիմք կար թե չկար այս փուլում դա անելու կարծիքով պարզ է բոլորին, որ փոխկապակցված է ինչ որ մի ընդհանուր քաղաքական process-ի հետ, որը որ Հայաստանում գնում է։ Ես անձամբ դա կապում եմ գալիք ընտրությունների հետ։ Եվ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը, թե կոնկրետ այս խոզարկությունը, որովհետև Տաշիր գրուպի հետ կապված նաև հեծն է կապված։ Իմ կարծիքով իշխող ուժի ցանկությունն է, որ գալիք ընտրություններում խորհրդարանում լինեն քաղաքացիական պայմանագիրը, հանրապետություն կուսակցությունը եւ հանրապետական կուսակցությունը։ Եվ դրա համար հիմա արվում են քայլեր, գործողություններ, տարբեր ուղղություններով, որպեսզի այդ պատկերը մենք 26 թվականին թե մինչև այդ եթե արտահայտ ընտրություններ լինեն, ունենանք։ Այդ դեպքում ինչպիսի, եթե արդեն կանխատեսում եք, որ նման պատկեր, առնվազն նման ցանկություն կա։ Որպեսզի մենք երկար չխոսանք, ամփոփեցի միանգամից ինչի համար է արվում, էլի։ Հարցումները ցույց էին տալիս, որ առաջի տեղում քաղաքացիական պայմանագիրն է, երկրորդ տեղում Հայաստան դաշինքը, երրորդ տեղում Բարգավաճ Հայաստանը, չորրորդ տեղում ԴՕԿ, Վարդան Ղուկասյանի կուսակցությունը, հինգերորդ տեղում Հանրապետություն կուսակցությունը, 6 թե 7-րդ տեղում հանրապետական կուսակցությունը։ Հիմա ես ինչը որ ամբողջը մենք տեսնում ենք բոլորս, ամփոփում եմ այսպես, որ համվում են այն բոլոր, այսպես ասած, ուժերը, որոնք որ ցանկալի չի, որ արդյունք ունենան ապագա խորհրդարանում, կա որոշում հավանաբար պատկեր, չէ՞, պիտի որ լինի պատկեր, չէ՞, յուրաքանչյուր ընտրություններից առաջ իշխող ուժը որպես ընտրությունների վրա ամենամեծ լծակ ունեցող ուժը ինչ որ այսպես ասած պլանավորում է անում իր համար ցանկալի դրությունը, որը կլիներ, ես կարծում եմ, որ այս եղած բոլոր իրադարձությունները մեծ ու փոքր կարելի է ամփոփել այնպես, որտեղ ինչ որ վերաբերում է կոնկրետ քրեաիրավական հարցերին եւ այլն, դա արդեն փաստաբանների խնդիրն է, ճիշտ չի որ մենք քննարկենք, իսկ քաղաքական հարցը այս ամենը ինչի համար է, այս ամենը բարենպաստ պայմաններ ընտրություններում ստեղծելու համար է, որպեսզի բացի քաղաքացիական պայմանագրից նաև հանրապետություն եւ հանրապետական կուսակցությունը ստանան հնարավորություն խորհրդարանում ներկայացված լինելու։ Կհաջողվի իշխանություններին։ Ես հարցը այլ կերպ, ինչ անել, որ չհաջողվի, որովհետև հարցերի հերթականությունը, իսկ դա հայ ժողովրդի համար լավ է, ենթադրենք, ես չէ, ենթադրյալ հիմա տենց եզրակացություն արեցի, որ սա է իշխանությունների նպատակը, քաղաքական նպատակը ստեղծել, հասնել այդ վերջնական արդյունքի, իսկ դա, եթե այդպես է, լավ է հայ ժողովրդի համար, օրինակ հայ ժողովրդի համար լավ կլներ, որ մենք հաջորդ խորհրդարանում ունենայինք քաղաքացիական պայմանագիր, հանրապետություն կուսակցություն եւ հանրապետական կուսակցություն որպես խորհրդարանական ուժեր։ Ամեն դեպքում ծրագրված կազմով խորհրդարան ունենալը արդեն լավ չէ։ Գիտեք, բոլորն են, դա քաղաքական պայքարի առանձնահատկությունն է, որ պիտի ծրագրավորես։ Եվ ընդդիմությունը պիտի ծրագրավորի։ Բայց դրա համար նախապես քայլեր անել, որպեսզի խանգարել օգտագործել պետական լծակները անթույլատրելի է իհարկե։ Հայաստանում այդ պրակտիկան գոյություն ունեցել է իմ կարծիքով պահպանվել է ու հիմա կիրառվում է, քանի որ բավականին մեծ պաշար կա անվստահության այդ խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, հանրության համար այս գործողությունները դատապարտելի չեն թվում մեծամասնության համար եւ մարդիկ այսպես ասած անտարբեր դրան նայում են։ Անտարբեր են թե վստահություն կա իշխանության գործողությունների հանդեպ։
Հարցումները ցույց են տալիս, որ ընդամենը 20%-ից պակաս, հա, մարդիկ են վստահում իշխանությանը եւ շատ քիչ մասն է համարում, որ իշխանության կուրսը ճիշտ է։ Եթե հավատալ այդ հարցումներին, ապա ձեր հարցի պատասխանը բացասական է, մարդիկ չեն վստահում ոչ կառավարությանը, այսօր մեծամասնությունը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ այդ գործողությունները, այսպես ասած, կարող են դրական գնահատել, բայց եւ բացասական եւս չեն գնահատում, որովհետեւ եթե դա դիտարկել որպես ուշացրած լուստրացիա կամ ուշացրած ինչ որ, հա, ապա օլիգարխիզացիա, հա, այսպես ասենք, տնտեսության, դա շատ ուշացած է։ Ընտրություններից մի քանի ամիս առաջ այդ հասկանալի է, որ նման բաներ սոսկ քաղաքական նպատակներ են հետապնդում հենց ընտրությունների հետ կապված, ոչ թե պետության մասին է, այստեղ պետական շահերի, հանրային շահերի մասին է խոսքը։ Եվ ես բոլոր վերլուծությունները անում եմ հենվելով այն հանրային հայտնի հրապարակված հարցումների վրա, որոնք կան, որովհետև իսկ այլ ալտերնատիվ եղանակը ո՞րն է։ Հենց այնպես ենթադրությունների վրա կառուցել ինչ-որ մի բան։ Դրա համար էլ եւ տեսնելով այդ դասավորությունը, պատկերացնելով ինչ կարող է ցանկանալ, որը կոմֆորտ կլինի իշխող ուժի համար, ենթադրում եմ, որ այո, իրենք այսպիսի պլան ունեն եւ այդ պլանը հայ ժողովրդին ոչ մի օգուտ չի բերի։ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը գալիք ընտրություններում ես կհամարեմ շատ բացասական քայլ, ինչպես եւ 21 թվականին համարում է իր առաջադրումը բացասական, մեր ժողովրդի համար բացասական քայլ, կարծեմ թե կյանքը ապացուցեց, որ այո, դա այդպես եղավ, չէ՞։ Հաշվի առնելով 21 թվականից հետո մենք ինչ ցավալի իրադարձությունների տեսա, այսպես ասած, ականատես եղանք Արցախում եւ Հայաստանի սահմաններում եւ այլն եւ այլն։ Խոշոր առումով ես այսպես եմ տեսնում, որ եւ դա ոնց որ թե եւ Փաշինյանն է ներկայացնում, որ փաստորեն եթե իր 21 թվականի առաջադրման ոչ հրապարակային ծրագիրը կայանում էր նրանում, որպեսզի լուծարել Արցախի հանրապետությունը, ինչ է նշանակում նշաձողը իջացնել ստատուսի հարցում, լուծարել Արցախի հանրապետությունը, վերացնել, այսպես ասած, հայերի ինքնիշխանությունը Արցախում եւ ըստ էության դա հենվում է Արցախի ինքնորոշման իրավունքի մերժման գաղափարախոսության վրա, ինչի մասին եւ Փաշինյանը բազմիցս իր ելույթներում ասում էր, քննադատում էր ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին, Մինսկի խմբի համանախագահներին, որ իրենք մոլորեցնում էին ժողովուրդներին, հա, այդ գործընթացը նպատակ չուներ խաղաղության հասնել։ Լսել ենք այդ ամբողջը, ես հիմա չկրկնվեմ։ Հիմա առաքելությունը արդեն նույնպես ուրվագծված է, դա ցեղասպանության պահանջից, հա, հայերի Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելն է։ Այսինքն ժխտումը ցեղասպանության, որը նույնպես ականատես եղանք ապրիլի 24-ի անցյալ տարվա ելույթը բավականին սուր քննադատության արժանացավ Լեմկինի ինստիտուտի կողմից, այլ դրսևորումներ նույնպես այդ իրական Հայաստան գաղափարը, որ առաջ է քաշվել, ինձ համար եւ վստահ եմ շատերի համար, մեր հայրենակիցների, իրական Հայաստանը այն Հայաստանն է, որը պաշտպանում է Արցախի ինքնորոշման իրավունքը եւ պահանջում է Թուրքիայից ճանաչել հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Դա է իրական Հայաստանը։ Եվ այդ իրական Հայաստանի սիմվոլը Արարատ սարն է։ Իսկ Հայաստանը, որ մերժում է Արցախի ինքնորոշման իրավունքը եւ ժխտում է հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում եւ որի սիմվոլը Արագած սարն է, դա ըստ իս թուրքական Հայաստան է, թուրքական պատվերով ապրող Հայաստան է։ Եվ այսօր տեսնում ենք, որ այդ երկրորդ մոդելը անվանելով իրական, բայց ես դա ճակերտների մեջ եմ դնում Հայաստան, Փաշինյանը քարոզում է, չէ, այդ բանի տակ կրթությունը նորաձև է, բայց իրականում դա նախընտրական արշավ է, չէ։ Հայաստանում ինչ կրթական պրոդուկտ կա, որը որ վարչապետը կարող է գովազդել։ Կարող եք ասել։
որ կրթական product-ը ինքը իրականում այդ արշավի ժամանակ գովազդում է։ Պոլիտեխնիկի համալսարանի, տնտեսական համալսարանի, պետական համալսարանի, որ product-ն է ինքը գովազդում իր այդ արշավի ժամանակ։ Ես կարծում եմ դա պարզապես նախընտրական արշավ է, այսպես ասած կրթության տակ հասկանում են, որ պիտի մարդիկ համակերպվեն, ընդունեն այդ գաղափարախոսությունը, որ Արցախի ինքնորոշման իրավունքը մերժող եւ ցեղասպանությունը ժխտող Հայաստանը դա նոր կրթված, նոր կրթություն ձեռք բերած, նոր կրթությունը դրանում է կայանում եւ ոնց որ թե ես չեմ հետևում, բայց առանձին ինչ որ բաներ իմ տպավորությունը այդ հանդիպումներից այդ արշավից հաստատում են այդ իմ կարծիքը։ Պարոն Ղուկասյան, ասացիք, որ այս ամենը փաստորեն նախընտրական քարոզարշավի մարս է, այս հետապնդումները ամեն ինչ սկսվեց եկեղեցու։ Ներողություն, միտքս չավարտեցի, կներեք հեսա բակ։ Փաստորեն երկրորդ անգամ առաջադրումը Փաշինյանի, հերթական անգամ կլինի արդեն այդ ծրագրի առաջ քաշումը, հաստատումը եւ իրականացումը, որը պիտի մարմնացվի նոր սահմանադրության մեջ, հա, ժամկետները քաղաքական schedule-ի, հա, այդպես են դրված, որ պիտի նոր սահմանադրության ընդունման գործընթացը զուգահեռ գնա ընտրության գործընթացի հետ եւ ըստ էության այստեղ հստակ կարելի է ասել, որ հաջորդ առաքելությունը Փաշինյանի դա այդ ցեղասպանությունը ժխտելու գաղափարը մտցնել մեր պետական փաստաթղթերի մեջ։ Հիմա դա լավ է հայ ժողովրդի համար։ Իմ տեսակետից ոչ։ Կարելի է դա կասեցնել, այո, կարելի է։ Այսինքն այս սցենարը իրականություն դարձնելու համար, նման ընտրությունների արդյունք ապահովելու համար ձեր կարծիքով կշարունակվեն նման գործողությունները եւ նաեւ հետապնդումները։ Դե իհարկե կշարունակվեն այնքան, որպեսզի առաջինը եղած խորհրդարանական ուժերի մեջ, հա, այսինքն Հայաստան դաշինքը զրկել հնարավորությունից ընտրություններում մասնակցել իրավող չկարողություններով, այդ թվում եւ ֆինանսական, ինչի հետ ենք վերադառնում հեծի պատմությանը։ Իսկ մյուս տեսակի բաներին, պոտենցիալ կոնկուրենտներին Եվս իմ կարծիքով դա տեսնում ենք Վարդան Ղուկասյանի օրինակով Հայաստանը միջնորդեց, որ իրեն դեպորտացիայի ենթարկեն ԱՄՆ-ից դրա մասին լուրեր հասան մեզ մեդիայի միջոցով։ Կարծում եմ, որ եւ Բարգավաճ Հայաստանը, որը հարցումների մեջ երրորդ տեղն է զբաղեցնում, փաստ չի, որ ի վիճակի կլինի առաջադրվել եւ մասնակցել ընտրություններում, որովհետեւ այսպես ասած տեղել լծակներ շատ ունի իշխանությունը եւ այլն եւ իհարկե արտախորհրդարանական ընդդիմությունը նույնպես շատ խոցելի է, որովհետեւ նման պայմաններում, որոնք որ հիմա առկա են Հայաստանում, դա այսպես իշխանության ձեռքերը ազատ են, իրավապահ մարմինների կողմից մենք տեսնում ենք, որ բավականին այսպես կտրուկ, հա, տրամադրվածություն իշխանության բոլոր ցանկությունները իրականություն դարձնել եւ մենք այն ինչ ունենք։ Այսինքն ենթադրել, որ քաղաքական պայմաններ կան, որ հիմա Հայաստանում ինչ որ քաղաքական խմբերի միավորում գնա ձևավորվի մեծ քաղաքական ուժ եւ այլն, ես գտնում եմ, որ պայմաններ չկան։ Հենց որ որևէ մեկը փորձի նման քայլանի, ինքը կառնչվի տարբեր խնդիրների հետ։ Այսինքն իշխանության կողմից տարբեր խնդիրներ դե ուղղակի գաղափարախոսական միավորումներ։ Իշխանության կողմից սկսած քարոզչությունից, սև քարոզչությունից, չէ, վիրավորանքի մակարդակով իշխանությունն էլ ասում է, չէ, մենք բոլորին կպատասխանենք այնպես, ինչպես բան եւ այլն։ Գործը հասավ նրան, որ արդեն Facebook-ը արգելափակում է վարչապետի գրառումները սոցիալական ցանցում, այսինքն օգտագործված է մինչև վերջ ռեսուրսը սոցիալական ցանցի, որ պատկերացնում եք, սոցիալական ցանցը Facebook-ը իհարկե տեսականորեն բոլոր այդ account-ներին հավասար է վերաբերվում, բայց հասկանալի է, որ պետության ներկայացուցիչները եւ այլն յուրահատուկ այսպես ասած մեկ ուրիշը, որ այդքան ատելություն սերմացներ իր Facebook-յան էջում, վաղուց արդեն փակված կլներ, բայց արդեն Facebook-ը չի կարող անտեսել Փաշինյանի քարոզչությունը
եւ դիտարկելով դա որպես ատելություն տարածող քարոզչություն փակում է կամ ինչ որ ստատուսներ սահմանափակում, ինչի պատճառով եւ ոնց հասկացա, այդպես ամփոփվեց այդ հրադադարը պայմանական հայհոյադուլը այսպես հայհոյադուլը կոչենք ձեր կարծիքով բայց հայհոյադուլը տեսանք որ Facebook-ից տեղափոխվեց օնլայն բանից չէ մյուս Facebook-ից դուրս եկավ բայց մնաց բանի մեջ էլի Ընդհանրապես նման խոսույթը ինչու կարողացավ տեղ գտնել մեր քաղաքական կյանքում, այն էլ երկրի վարչապետի դա ինձ թվում է առանձնահատկությունն է կոնկրետ քաղաքացիական պայմանագրի։ Ամեն մի քաղաքական ուժ իր մշակույթը ունի, դա կոնկրետ այդ քաղաքական ուժի մշակույթն է։ Լավ, վերադառնանք Սամվել Կարապետյանին, այս դեպքում արդեն նրա ընկերությանը պատկանող։ Ավելի լավ է վերադառնանք ինչպես կանխել Փաշինյանի պլանը։ Կվերադառնանք դրան, բայց հեծը պետականացնելու նախաձեռնություն կա, խորհրդարանում քննարկվեց, առաջին ընթերցման արդեն ընդունվել է։ Սա գնահատվում է մի կողմից որպես սեփականության թալան, մարդու սեփականության ընկերության թալան, մյուս կողմից, որ ժողովրդին պատկանողը, պատկանած ընկերությունը, կառույցը պետք է վերադարձվի ժողովրդին։ Իհարկե վստահ եմ չեք հիշում, որ 2015 թվականին Ոտքի Հայաստան քաղաքացիական խումբը, որի անդամը նաև ես էի, 90 օր Հանրապետության հրապարակում անում էր քաղաքացիական հիշում եմ եւ լուսաբանել եմ։ Լուսաբանել է։ Կարգախոսներից մեկը ո՞րն էր։ Ազգայնացնել հեծը։ Ինչի էր։ Ես ելույթ եմ ունեցել այդ ժամանակ, համարում եմ իմ լավագույն ելույթներից մեկը այդ ժամանակահատվածի, որտեղ հրապարակել եմ այդ ժամանակ հեծի ֆինանսական վիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները։ 2015 թվականին հեծը ուներ 0 սեփական կապիտալ, այսինքն վնասները ընկերության այնքան մեծ էին, որ իր սեփական կապիտալը զրոացավ։ Համաձայն բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի նման վիճակում գտնվող բաժնետիրական ընկերությունը պետք է լուծարվի։ Սնանկության գործընթաց սկսվում է օրենքի ուժով եւ դրա համար մենք Էլեկտրիկ Երևանի այդ ցույցի այդ բողոքի ակցիաներից հետո բարձրացրեցինք եւ տարանք խնդիրը, այսինքն այն քաղաքական այսպես լայն զանգվածներին պոպուլիստական հայտնի կողմը տարիֆների բարձրացման անցավ, բայց բուն էությունը խնդիրը ո՞րն էր։ Ինչի է հեծը Հայաստանում աշխատում վնասներով։ Հեծի միջնորդավճարը, որ ինքը հավաքում է էլեկտրաէներգիա առնելու եւ վերավաճառելու արդյունքում, տատանվում է տարեկան այդ կտրվածքով 150 մինչեւ 200 վերջի տարիներին 200 միլիոն դոլար է կարելի ասել 250 դար։ Այս վերջի հաշվետվությունները եւ նայենք եւ միշտ այդ հարցը չէ տրամաբանական է տալ լավ ընկերությունը, որը որ 200 միջին միլիոն դոլարի ունենում է հասույթ ոչ թե հասույթ, այլ իր միջնորդավճարը, իր օպերացիոն շահույթ է, այսպես ասենք, այդ գործարքներից։ Այդ 250 միլիոնը ինչպես է կարողանում ծախսել, որ աշխատում է վնասով։ Նամանավանդ, որ Հայաստանում ցածր չեն էլեկտրականության տարիֆները։ Այդ բոլոր հարցերը էական կարևոր հարցերն են։ Այսօր իհարկե հեծի ֆինանսական վիճակը տարբեր է, այլ է, ինչ եղել է 15 թվականին։ 15 թվականին իմ կարծիքով իշխանությունները այլևս չէին կարող թաքցնել այդ վիճակը, որ պարզապես թալանված է հեծը։ Եվ իրենք գնացին այդ գործարքի, որ ռուսական կողմը վաճառեց Սամվել Կարապետյանին, վերջի հաշվետվությունը 24 թվականի հեծը ցույց տվեց 18 միլիարդ շահույթ հարկումից հետո։ Այսինքն այսօր, եթե մենք խոսում ենք հեծի ազգայնացման մասին, 15 թվականին դա անհրաժեշտություն էր, բխում էր ֆինանսական վիճակից ընկերության։ Այսօր դա կարող է հիմնավորվել այլ ինչ-որ մոտեցումներով, առաջի հերթին պետության ռազմավարությունը էլեկտրաէներգիայի ոլորտում մեծ հարցական է, չէ՞։ Մենք չենք կարող այսօր ասել, որ գիտեք, ենթադրենք 21 թվականի ընտրություններում
քաղաքացիական պայմանագիրը ռազմավարություն ներկայացրեց էներգետիկայի ոլորտի բարելավման եւ ահա հիմա մենք հասանք այդ ռազմավարության մեջ այն կետին, որտեղ որ պետք է մանրածախ բաշխող համակարգը բարելավել։ Ինքը հիմա մոնոպոլ է, ենթադրենք իրեն ապակենտրոնացնել կամ ինչ, կամ հայեցակարգ պիտի լինի, չէ՞։ Դուք լսել եք ինչ որ տենց մի հայեցակարգ, չեք էլ կարա լսել, որտեղ քաղաքացիական պայմանագրի ուժը ոչ մի հարցում հայեցակարգային տեսլական հիմքում ունեցող մոտեցում բացի այդ այսպես կոչված իրական Հայաստանից չունի։ Միակ ավարտուն տեսլականը, որ այդ մարդիկ մատուցում են հանրությանը, դա այդ հենա ինչ որ ասեցի ու դրան էլ չանդրադառնամ, բայց պսի հարցերում ինչպիսին է ռազմավարություն էներգետիկայի ոլորտում մենք այսօր չենք կարող ասենք այսա տրամաբանորեն բխում է կառավարության ծրագրից։ Ակնհայտ է դա իմ կարծիքով։ Մենք հիմա տեսնում ենք, որ process-ը գնում է, երևի լինելու է վեճ, որովհետև 18 միլիարդ շահույթ ունեցող ընկերությունը հանրային շահից ելնելով, ազգայնացնելու դեպքում օրենքը պարտադրում է որոշակի ձևով հաշվարկել գինը այդ ընկերության, ով պիտի այդ գինը վճարի, ով պիտի հատուցի։ Ինչ այդ Կարապետյանների ընտանիքը նաև միջազգային արբիտրաժի մասին է խոսում։ Ну, այդ հասկանալի է, բայց ուզում եմ ասեմ, եթե այսպես ասած իտոգում էս ամեն ինչի տակ թաքնված է այն, որ Կարապետյանների ընտանիքը 10 տարի օգտագործեցին, հեծը ունեն այսօր ինչ որ մի ֆինանսական վիճակ եւ պիտի պարգևատրվեն իրենց այսպես ասած 10 տարվա աշխատանքի համար նրանով, որ հեծի ակտիվները 300 միլիարդ են գնահատվում իրենց ըստ հայտարարված բալանսի մոտավորապես, 300 միլիարդ դրամ, դա բավականին մեծ գումար է։ Հայաստանի Հանրապետությունը ինչ պիտի անի, առնի, այդ ընկերությունը այդ գնով կամ որ գնով պիտի առնի։ Դա էական հարց է։ Ընդհանրապես այդ գործընթացը ինչպես եք պատկերացնում, դա գնման գործընթաց է լինելու թե։ Օրենքը սահմանում է, որ հանրային շահի համար պետականացվող սեփականությունը պիտի շուկայական գնից 20% ավել գնով ձեռք բերվի։ Այսինքն պիտի որոշվի հեծի շուկայական գինը եւ դրանից ավել գնով ձեռք բերվի։ Հենց մինչեւ 24 թիվ ուներ գրեթե 0 շահույթ, կարելի է ասել, վերջի տարիքների բարձրացումից հետո իր շահույթը բարձրացավ 18 միլիարդ, որպես կանոն, ну, սենց շատ պրիմիտիվ եմ ասում, իհարկե դա այդպես չի, բայց պես կոպիտ կարելի է խոշոր հաշվարկ անել, բազմապատկում եք շահույթը 5 տարով, այսինքն 5 տարվա վերադարձի տրամաբանության մեջ ստանում եք այն թիվը, որ մոտավորապես կարող է դա արժենալ։ Բոլոր դեպքերում կարող են եւ ուրիշ ակտիվների գնահատումով, cash flow-ի, ոնց որ ես ասացի, հիմա դրամական հոսքի գնահատումով լինի գնահատականը, դա լինելու է ինչ որ մի հատ բարձր թիվ, որը որ այսօր երբ որ մենք լսում ենք, որ պետական բյուջետը իր ծախսերը չի կարող կատարել, պետության բյուջետի մուտքերը պակասել են եւ հասկանալի է ինչի, որովհետեւ ռեցեսիա է սկսվել արդեն տնտեսության մեջ եւ այլն, ենթադրել, որ այս տարվա բյուջետում նախատեսված էր, որ պետությունը պիտի գնի այդպիսի խոշոր ընկերություն, կարծում եմ նախատեսված չէր, այսինքն ինչ միջոցներից պիտի դա գնվի, ոնց պիտի գնվի, այնքան հարցեր կառաջացնի, իսկ եթե մեկից վերցնում են, որ մյուսին տան, այդ ժխտում է իհարկե իշխող, ես տենց հասկացա այս վերջի ելույթներից պատգամավորների իշխող ուժի, որ վերցնում են, որ ժողովրդին տան եւ այլն, պիսի բաներ, այդտեղ իհարկե եթե ներգրավեն ուրիշ ներդրողներին, առաջանալու են այդ ձեր արդեն ասած արբիտրաժ, բան եւ այլն, կառավարությանը մեղադրելու են նրանում, որ ինքը ըստ էության քաղաքական ենթատեքստով տնտեսական մասնավոր սեփականության վրա է այսպես հարցակվում մյուս մասնավոր սեփականատերերի արձագանքը
միջազգային արձագանքը, չեմ կարծում, որ դա նաև մեծապես կազդի օտարերկրյա ներդրումների վրա, դա չեն հաշվարկում։ Պոտենցիալ ներդրումների մասին է խոսքը։ Ես ձեզ վստահեցնում եմ, քանի ԿՊ-ն իշխանությանն է, Հայաստանը չունի արտասահմանյան ներդրումներ ձեռք բերելու հեռանկար։ Այդ հարցով կարելի է չանհանգստանալ, որովհետև այն ինչը որ գոյություն չունի, կարելի է եւ չանհանգստանալ, սարկազմա իհարկե իմ խոսքերի մեջ, իհարկե Հայաստանի համար, տեսեք, ժողովրդավարական մոդելը դա այնպիսի մոդել է, որտեղ ապակենտրոնացված է եւ իշխանությունը, եւ սեփականությունը տնտեսության։ Չի կարող լինել կենտրոնացված սեփականություն, այսինքն կենտրոնացած տնտեսական իշխանություն եւ ժողովրդավարական քաղաքական մոդել։ Դա փոխկապակցված հարցեր են։ Ժողովրդավարությունը, որպես կառավարման մեթոդ, ենթադրում է, որ եւ սեփականությունն է ապակենտրոնացված, եւ իշխանությունն է ապակենտրոնացված։ Եվ իհարկե Հայաստանը, որ հիմա, պես ասած, անցում է կատարում ու ֆորմալ առումով, չգիտենք իրականում ինչի նպատակ իշխանությունները իրականում ունեն անցում դեպի ժողովրդավարություն, որտեղ իրենք իրենց վերագրել են, որ արդեն անց է պրծել են, այս ինչ կա դա ժողովրդավարություն, հա, իրենց գնահատականները եթե լսենք, բայց եթե այսպես ասած դա անտեսենք դնենք կողք մասնագիտական գնահատականը տանք, Հայաստանում մենք խոսենք ժողովրդավարության մասին, երբ որ բոլոր իշխանության ճյուղերը, գործադիր, օրենսդիր, դատական լինեն իրապես իրարից անկախ եւ գործադիր իշխանությունը չունենա հնարավորություն անօրինական ճանապարհով թե դատական իշխանության վրա ազդել, թե օրենսդիր իշխանության վրա ազդել եւ իհարկե սեփականության ոլորտում, տնտեսական սեփականության ոլորտում կտեսնենք ապակենտրոնացված, հա, սեփականության համակարգ, որտեղ բազմաթիվ սեփականատերեր կան։ Այսինքն դա անհնար է հասնել առանց արտասահմանյան ներդրումների, որ մեզ մոտ այսօր 1000 խոշոր հարկատուներ, եթե չեմ սխալվում, բյուջեի, պետական բյուջեի հարկերի 80%-ն են մոտավորապես 80 թե 70, վաղուց չեմ նայել, բայց ավանդաբար այդպես է եղել, որից երևի 500 խոշոր հարկատուն ընկերությունների շահառուները, հա, սեփականատերերը մաքսիմում 100 ընտանիք են։ Կպատկերացնում եք Հայաստանում 100 ընտանիք վճարում են մեր պետական բյուջեի առնվազն կեսը։ Ում մոտ է գտնվում վերահսկող փաթեթը։ Այդ ընտանիքների մոտ, չէ՞։ Իրենք են իրականում պետության բաժնետերերը, այսպես ասենք, եւ իրենք մեծ ազդեցություն ունեն քաղաքական process-ների վրա, որոնք որ չեն երևում, բայց իրենք միշտ արկա են եւ ժողովրդավարական կուրսը ենթադրում է, որ չպիտի 100 ընտանիք ազդեցություն ունենան քաղաքական համակարգի վրա, այսինքն պիտի 1000 լինի, 10000 լինի, ԱՄՆ-ում շատ խոշոր սեփականատերեր կան, չէ, մեծ ունեցվածքի տերեր, բայց ընդհանուր պետական այդ կառավարման իշխանության բաժանման համակարգը զուգորդված է տնտեսության սեփականության ապակենտրոնացման այսպես համակարգով եւ դա է երաշխիքը, որ ժողովրդավարությունը զող չի դառնա օլիգարխիայի, որտեղ երբ որ սեփականությունը կենտրոնացված է, շատ արագ դեմոկրատիան, ժողովրդավարությունը վերածվում է օլիգարխիայի։ Դա պատմական բազմաթիվ օրինակներով հաստատած բան է։ Այսինքն Հայաստանի համար սա լուրջ խնդիր է, ինչպես դա անել, միջին խավը մեծացնել, որ միջին խավի բաժինը լինի, հա, մարդկանց եկամուտները բարձրացնել, որ մարդիկ եւ որպես հարկատու, հա, ավելի անհատական, այսպես ասած, մասնակցությունը ավելի բարձր լինի այդ ընդհանուր բյուջեի մեջ եւ այլն եւ այլն եւ այլն։ Դա քրտնաջան աշխատանք է, որը որ մեր այսօրվա իշխանությունների հետ կապ չունի։ Շատ լավ։ Պարոն Ղուկասյան, հեղաշրջման, հնարավոր հեղաշրջման փորձի մասին է խոսվում, նաև քննչական կոմիտեն, օրինակ, վերջին ձերբակալություններից հետո ահաբեկչության փորձ, նույնիսկ որակումներ քննչական կոմիտեի նախագահի բերանով, հանցավոր խումբ եւ այլն։ Հեղաշրջման իրական վտանգ Հայաստանում տեսնում եք։ Ես չեմ տեսնում։
ահաբեկչություն որակելը ճիշտ համարում եք այն անգամ ձայնագրությունները, որոնք հրապարակվեցին դրանից հետո։ Դիք այդ հարցերը հիմա շատ վտանգավոր են դարձել Հայաստանում, որտեղ մի բան պատասխանես, քեզ կարող է քրեական մեղադրանք ներկայացնեն, բայց լավ, ես այնուամենայնիվ կպատասխանեմ։ Գիտեք, ես ինքս միշտ դատապարտել եմ բռնությունը որպես գործիք քաղաքական գործընթացների մեջ։ Գաղափարը այն ինչը որ հրապարակվել է այդ 5-6 ձայնագրությունները, որ զանգվածային անկարգություններ կազմակերպել։ Այն ինչ որ նկարագրված է իմ գնահատականով, դա զանգվածային անկարգությունների կազմակերպման մասին է խոսքը։ Ինչ որ մի բան վառել, այրել, փչացնել, որպեսզի քաղաքացիական պայմանագրի խորհրդարանական ֆրակցիայի պատգամավորները դրա ազդեցության տակ միանան իմպիչմենտին, այն ինչ որ հրապարակված էր դրա մասին էր։ Դա ըստ իս ախմախ գաղափար է։ Ինքը այդ գաղափարը իմ կարծիքով Հայաստանը առաջ չի տանում, քաղաքական համակարգը չի զարգացնում, ժողովրդին ազատություն չի բերում, քաղաքական process-ը պիտի մարդկանց մեջ ինչ որ մի բան ավելացնի, որ իրենք աճեն քաղաքական իմաստով։ Մեր հասարակությունը երկար տարիներ անազատության մեջ է ապրել եւ պիտի ճանապարհ անցնի։ Ազատությունը նշանակում է քաղաքացիական ավելի բարձր պատասխանատվություն։ Հա, մարդը ազատ է, բայց իր վրա է պատասխանատվությունը ամբողջ թե իր առօրյա կյանք ընտանիքը կազմակերպելու, թե պետության մեջ որոշումներ ընդունելու, չէ՞։ Եվ ես դրա համար նման գաղափարները ռադիկալիզացնել բողոքի ակցիաները եւ այլն համարում եմ մարդկանց, ովքեր որ դա անում էին, միշտ կասկածում էին, որ համագործակցում են պետության հետ, որովհետեւ դա պետության օգտին է։ Երբ որ լինում էին այսպիսի տեսական դիսկուսիաներին կարծիքա այն էր, որ ոչ մեկ չի կարող նման ճանապարհով որևէ քաղաքական ամենադրական արդյունքի հասնել, ենթադրենք, եթե այդ ամեն ինչը արվում է բացարձակապես հանրօգուտ մտադրություններով, որտեղ իշխանությունները բռնության դեմ պարտավոր են սահմանադրությամբ մտցնել արտակարգ դրություն եւ ներգրավել բանակը նման բողոքները ճնշելու համար։ Ղազախստանի օրինակը բոլորի աչքի առաջ չի, չեմ հասկանում։ Մի քանի տարի առաջ է Ղազախստանում զանգվածային անկարգություններ ստեղծվեցին եւ ինչ արեց պարոն Փաշինյանը, որը այդ ժամանակ ՀԱՊԿ-ի նախագահի երկրի ինչ արեց։ Համաձայնություն տվեց։ Որ ինչ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մասնակցեն Ղազախստանում այդ բողոքի ակցիաները, այդ զանգվածային անկարգության բնույթ կրող ակցիաները ճնշեն, չէ՞։ Եվ դրա համար երբ որ ինչ-որ մի բան մարդիկ ծրագրավորում են, չէ՞, պիտի եւ դիմացինի պատասխան քայլը գնահատեն, ենթադրենք, հա, դիմեցին բռնության, դուրս եկան փողոց, ստեղծեցին ճգնաժամ, ակնհայտ է, որ պետության պատասխանը արտակարգ դրություն, զորք։ Այս կողմից եթե ավելացնում են ճնշումը, այն կողմից դիմել դաշնակիցներին, հա, հապկով, որպեսզի ավելացնել այդ ուժային ճնշումը, եթե սեփական ճնշումը չհերիքի, էլի, բայց դե հետ վերադառնալով ձայնագրություններին։ Մեր բանակը 500 խումբ, 25 հոկանոց 20 խումբ չի կարող ճնշել։ 25 անոց խումբը մի դասակ է, հա, եւ 20 դասակ ճնշելու համար մեր ուժային կառույցները ունեն բավարար ռեսուրս։ Ես միշտ կողմնակից եմ եղել քաղաքացիական անհնազանդության, դա խաղաղ պայքարի ձև է, որը որ ոչ մի, այսպես ասած, սա իմ անձնական վերաբերմունքն է առհասարակ Հայաստանում, Չիլիում, Պակիստանում եւ այլն քաղաքական պայքարին։ Դա երբեք ինձ համար խորտ է եղել։ Ես դա հələ թողնենք իրավական կողմը, քաղաքական պրագմատիկ տեսակետից օգտակար չեմ համարում հանրության համար։ Ինչքան պիտի թույլ լինի պետության ուժային համակարգը, որ չկարողանա
պսի բաներ կանխի, իսկ այն ինչի մասին, հա, մենք լսեցինք ձայնագրությունների մեջ, դա, չգիտեմ, 500 հոգու կողմից կազմակերպված զանգվածային անկարգությունները, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ճնշել առանց որևէ արտաքին աջակցության դիմելու։ Եթե քաղաքական ենթադրենք ի սկզբանե պատճառաբանություն չկա, օգտագործել այդ պատրվակը, առիթը, ենթադրենք նման քաղաքական իրավիճակ ստեղծելու համար, դրա համար էլ մարդկանց ներգրավես, տանես, կազմակերպես ու վերջում 0 շանսերով ինչ-որ ծրագիր, որը որ բերելու է լուրջ հեղաշրջման, ինչպես խոսվում է։ Հեղաշրջումը այլ բան է, զանգվածային անկարգությունները այլ բան է, իշխանության զավթումը այլ բան է, իմպիչմենտը այլ բան է, աղաբեկչությունը այլ բան է, այդ բոլորը ունեն տերմիններ, իրավական իմաստով, իրենք ունեն սահմանումներ, հանցակազմներ։ Դա տարբեր բաներ են եւ փաստաբանները պիտի գնահատական տան, ճիշտ է մեղադրանքը ներկայացված, ճիշտ չի ներկայացած։ Ես ճիշտ ասած այդ ամբողջ համակարգին ինչ եմ վատ վերաբերում, տեսեք, դուք հիմա խոսում եք մի մարդու հետ, որը որ պետության կողմից մեղադրվում է 4 հանցավոր արարքի մեջ։ Ինձ ներկայացված է մեղադրանք, որը ես ապօրինի զեմք են կրել, որ ես պատանդ եմ պահել, որ ես շենք եմ պահել պետությանը հարկադրելու ինչ-որ բանով։ Այսինքն, առնվազն այդ 4 ինձ մեղսագրվող քրեական հոդվածներից 3-ը ակնհայտորեն հանցակազմ չունեն, որտեղ ով որ հետևել է այդ օրերի, հա, 16 թվականի, գիտի, որ ես ոչ Սարի թաղում անցա ՊՊՑ գունդ, ոչ Սասնա Ծռեր խմբի անդամ էի, որ ինձ մեղսագրեն Սասնա Ծռեր խմբի անդամ լինելու մեջ եւ իրենց հետ միասին այդ բոլոր ինչի մեջ իրենք են մեղադրվել արարքները կատարել։ Բայց ինձ դա առանց հանցակազմի ներկայացրել է, չէ՞, պետությունը եւ առ այսօր քրեական հետապնդումը շարունակվում է։ Օրինակ օրեր առաջ Անդրանիկ Քոչարյանն ասեց Հայաստանում շինցու գործեր չկան։ Կա, իմ գործը շինցու քրեական գործ է եւ առ այսօր կա, չէ՞։ Հիմա ես կարող եմ հիմա իսկ մյուս կողմը հասկանում եք ինչ է նշանակում շինցու քրեական գործ։ Դա նշանակում է, որ տասնյակ մարդիկ կեղծել են ապացույցներ, տասնյակ մարդիկ սուտ ցուցմունքներ են տվել, որտեղ մյուս 4-րդ մեղադրանքը ինձ որ ես զանգվածային անկարգություններ եմ կազմակերպել այդ օրը, բացարձակապես հենված է ակնհայտ սուտ ցուցմունքների եւ կեղծված ապացույցների վրա։ Գետ մի ապացույց չկա, որը որ կեղծված չի։ Հիմա պատկերացրեք, ինչքան մարդ պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեն, որ մեր արդարադատության համակարգը մաքրվի այդ մի գործից։ Իսկ քանի հատ այդպես գործ կա։ Եվ հիմա ես կարող եմ, այ դուք մեջ բերեցիք, որ քննչական կոմիտեի ղեկավարը այսպես ասեց։ Քննչական կոմիտեն էր իմ Մարտիրոսյան Արմենի եւ Դավիթ Սանասարյանի դեմ շինցու քրեական գործ սարքում, որը որ նորից եմ ասում, առ այսօր շարունակվում է այդ քննչական կոմիտեն, որովե մեկին պատժեց այդ շինցու գործը սարքելու համար, քրեական գործեր հարուցեց ապացույցները կեղծելու համար։ Չէ, ոչ մի բան չի եղել։ Շատ լավ, պարոն Ղուկասյան, փորձենք ամփոփել մեր զրույցը եւ վերադառնալ ձեր ասած արդեն սկսված նախընտրական արշավին, մինչև ուր կհասնի սա եւ ինչ պետք է անեն եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը մի փոքր, այսպես ասած, ուժային հավասարակշռություն ապահովելու համար։ Դե տեսեք, խորհրդարանական ընդդիմությունը մեր հակառակորդներն են քաղաքական, հայ կառուցողական կուսակցությունը պայքարել է այդ արդեն խորհրդարանական ընդդիմության դեմ տարիներ շարունակ եւ իդեպ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւ իր կողմնակիցները մեզ ավելի շատ խանգարում էին այդ պայքարի մեջ, քան աջակցում էին Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալման։ Մեր մոտեցումը հետեւյալն է, խորհրդարան, որ իր կազմված է բացարձակապես այդ 3 թվարկած քաղաքական ուժերից եւ որի նպատակն է այդ սահմանադրական փաստաթղթերում ամրագրել, որ Հայաստանը հրաժարվում է ցեղասպանության պահանջի ճանաչումից Թուրքիայից, հրաժարվում է Արցախի
ինքնորոշման իրավունքի պաշտպանելուց, դա հայ ժողովրդին վատ է։ Դա մեր կարծիքն է։ Մարդիկ այսօր Հայաստանում հարցումները ցույց են տալիս, որ այդ խորհրդարանական ուժերին չեն վստահում, քիչ են վստահում, բոլորը միասին այդ խորհրդարանական ուժերը երևի եւ 20-25%-ը չեն կազմում հարցվածների, սաղ իրար հետ, ով է իրենց վստահում, այսինքն դրողների մեծամասնությունը ինչպես պիտի վարվի։ Այստեղ հաջորդ ընտրությունների հետ կապված ես տեսնում եմ հետեւյալ հայ ժողովրդի արչեւ կանգնած խնդիրը։ Հայ ժողովրդի մոտ կա իմ կարծիքով այսպիսի մոլուցք, որը եկել է այդ անցյալից, որ անազատության մեջ է ապրել մեր հանրությունը տարիներով, կարելի է ասել սովետական դարաշրջանից հետո էլ անկախության դարաշրջանում դա շարունակվել է, եւ կա մոլուցք նոր տեր հայտնաբերելու, այսինքն մեկ տերը փոխարինենք մյուս տերով, եւ դրա համար երբ որ մարդիկ գնում են ընտրության, իրենք չեն տեսնում մյուս քաղաքական գործիչներին, իրենք նայում են նոր տերը, նախկին տերը, եւ ընտրությունը կատարում են նոր եւ նախկին տերերի միջեւ։ Եթե նկատել եք հիմնականում ձայները այդպես են բաշխում։ Բոլոր ընտրական process-ների մեջ եթե փորձել վերլուծել, ես այդպես վերլուծեցի եւ գտնում եմ, որ հայ ժողովրդի համար հիմա եկել է մի պատասխանատու պահ, երբ որ ինքը պիտի այդ իր ընդունած ձևից, երբ որ ասում ենք հայ ժողովուրդ, այդպես հավաքական միջին մարդու կերպար է, էլի, սովորական մեր քաղաքացի իր գործերով զբաղված գալիս է օրը ինքը պիտի գնա քվեարկության, իր քաղաքական որոշումը կայացնի, առաջ իր որոշումից բան կախված չէր, հետո իր որոշումը ինքը կայացնում էր, որովհետև սպասումներ ուներ իշխանափոխությունից, հեղափոխությունից հետո դրական եւ այլն, հիմա մարդը կանգնած է փաստի առաջ ում վստահել։ Ոչ մեկին վստահել իրականում պետք չի։ Արտախորհրդարանական ուժերը պետք է գան ընդհանուր հայտարարի կոնֆերանսով կամ ինչ-որ մի այլ ժողովի տեսքով, որոնք են այն ուժերը Հայաստանում, որոնք գտնում են, որ Հայաստանի սահմանադրության մեջ պիտի ամրագրված լինի, որ Հայաստանը պաշտպանում է Արցախի ինքնորոշման իրավունքը եւ Հայաստանը պահանջում է Թուրքիայից ցեղասպանության ճանաչում։ Սա լակմուս է, սա այնպիսի մի այսպես ինդիկատոր է, որը որ բաժանելու է քաղաքական դաշտը, որ չի կարող այդ թեզերին միանալ, մի քվեարկեք այդ ուժերին։ Այսինքն մի կողմից պիտի մարդիկ տեսնեն ցուցակը այն քաղաքական ուժերի, անկախ նրանից ովքեր են, որտեվ մեծերը պարզա ովքեր են, իսկ արտախորհրդարանական ուժերը իրենք չեն կարող մեծ հայտնի լինեն եւ այլն, բայց կարելի է անել միջոցառում, որի արդյունքում պարզ կլինի ովքեր են Հայաստանում այդ քաղաքական ակումբներ, նույնիսկ կուսակցություններ չանվանենք, հա, այդ փոքր քաղաքական խմբերը եւ կոչ անել հասարակությանը իրենց ձայն տալ բացառապես այն կուսակցություններին, որոնք որ ստորագրել են այն հռչակագրի տակ, որի համաձայն Հայաստանի սահմանադրության մեջ անկախտելի մաս պիտի լինեն այս կարևոր հարցերը։ Եթե մենք այդ քաղաքական աշխատանքը տանենք, որպեսզի այդ կուսակցությունների ցանկը մի կողմից լինի, մյուս կողմից հանրությանը կոչ անենք, որ ինչ է նշանակում մերժել այսօրվա խորհրդարանը։ Դա նշանակում է թերթել այդ ամբողջ էջը ինչ որ եղել է մինչև այսօր եւ ձայները տալ այդ ուժերին, մի սպասեք, որ նոր տեր կառաջանա։ Լինելու է անցումային խորհրդարան, որտեղ որ չգիտեմ, խայտաբղետ, կամ ոնց են դա ասում, շատ բազմազան ինչ որ մի քաղաքական իրավիճակ, բայց դա Հայաստանի համար քաղաքական իմաստով անխուսափելի մի ժամանակահատված է իմ կարծիքով, երբ որ մենք պիտի կարողանանք այդ եղանակով հրաժեշտ տալ այս բոլոր ուժերին, թեպետ եւ ունենանք միգուցե ոչ կայուն, հա, խորհրդարան, որտեղ որ շատ ինչ որ 5% անցած 10 հատ կամ չգիտեմ 15 հատ կամ 20 հատ կուսակցություն լինի, կոալիցիաներ լինեն, այդ կոալիցիաները ձևավորվեն, բլվեն եւ այլն, բայց կան պետություններ, որոնք անցնում են նման բաներով եւ դա այսպես ասած սարսափելի բան չի։ Կարևորը որ
գիտակցության մեջ մարդկանց մոտ, մեր ընտրողների մոտ առաջանա այդ բանը, որ իրենք օգտագործեն ընտրությունները, որպեսզի ստեղծեն այդ այսպես ասեմ, այդ խորհրդարանի պատկերը չսպասելով, որ դրանով իրենք անպայման նոր տեր են մեր պետության համար ընտրում։ Այս սիտուացիայում ճիշտ է, որ որոշակի ժամանակ այդ տիրոջ ֆունկցիան, այսպես ասած, կոլեկտիվ լինի, որքանով ինքը լինի կոլեկտիվ, որ այդքանով հանրությունը կլինի պաշտպանված։ Հենց որ ինչ-որ մեկն է իր ձեռը հավաքում ամեն ինչ, հանրությունը առաջանում է հանրության համար բազմաթիվ վտանգներ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ տաղավարում իմ զրուցակիցը Հայ կառուցողական կուսակցության ղեկավար քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն էր։